Հայաստան ամենը ռազմավարական համագործակցության այդ խարտիայի մեջ, որ անցած տարի ապրիլի 5-ին ստորագրվեց, կոմպոնենտ կա միջուկային էներգետիկայի։ Եվ պարզավոր գալը դրա հետ է կապված։ Կոմպոնենտը կա եւ այդ կոմպոնենտը հարցը լուծված է եւ ոնց որ թե պայմանավորված աշխատանքային process է, այսինքն սա ոչ մի այսպես, որովհետեւ Ռուսաստանը շատ դյուրագրգիռ է միշտ նման այցերին վերաբերում, բայց մենք էլ հասկանանք մեր հանրությունը եւ կոչված 1-2-3 ամենդմենտ կա, հավելված կա, որ այդ 123-րդ հավելվածն է, որին Հայաստանը պետք է համապատասխանի դրան։ Սա բյուրոկրատական գործընթաց է ԱՄՆ-ի ապարատի ներսում, ցավոք սրտի հիմա ԱՄՆ-ի ապարատում վարի 20-ից հետո մի փոքր բաների մեջ է, տուրբուլենտ շարժումների մեջ է, դրա համար կարող է մի քիչ ավելի երկար ձգվի, քան դա պետք է լիներ, բայց գործընթացը աշխատանքային է, խոսքը վերաբերում է միջուկային կայանի այդ 3 մոդուլային ռեակտորների, որոնց ասում հանդիպանը ես մասնակցել եմ, այն ժամանակ Ամերիկայի ներկայացուցիչը ասում էր, որ Հայաստանի համար պլանավորվում է 3 մոդուլային ռեակտոր։ Ես դրա հետ կտրուկ համաձայն չեմ, դա քիչ է։ Ես գիտեմ, որ դրա տակ Հայաստանի Հանրապետության կառավարության ոչ հեռատես կամ դավադրական պահանջն է եղել, որովհետև գումարային իրանք պատրաստվում են միջուկային էներգիա գեներացնել այնքան ինչքան որ մենք հիմա ենք գեներացնում, բայց դա լինելու է 10 տարի հետո, այսինքն սա հանցագործություն է։ Սա նշանակում է, որ այսօրվա կառավարությունը ուզում է Հայաստանին նստացրած լինի պահի, նստացրած ռուսական գազի վրա, որպեսզի մենք հոսանք գեներացնենք ռուսական գազից։ Իրական պահանջը Հայաստանի, եթե հաշվի առնենք արհեստական բանականության զարգացումը, դատա ցենտրների պահանջը, ինդուստրիալ զարգացումը, այս ամեն ինչը, որը որ Հայաստանը պետք է լինի 10 տարի հետո, ՍԵՊԱ-ի իրականացման եւ Եվրատլանտյան ինտեգրացիոն աշխատանքների շրջանակում մեզ մոտավորապես 3-ից 4 գիգավատ հոսանք է պետք։ Միջուկային, որպեսզի մենք լրիվ անկախ լինենք, Ռուսաստանն է, ասենք, կարող խողովակը հավաքես, գնաց ռատ քաշես ստեղից։ Նախ եւ առաջ այդ օպերացիան, որը կոչվում է Պաուտինը, Սարդոստայն, ինքը սկսվել է 18 ամիս առաջ։ Ինքը հիմա չի սկսվել, ինքը շատ վաղուց է սկսվել, ինքը պարունակել է կոմպոնենտներ, որոնք ներկայեն պահանջել են տեղում ուկրաինական հատուկ ծառայությունների ներկայացուցիչների գտնվել եւ եղել է որ չէ։ Այդ որ այդտեղ նշված է, որ եղել է FSB-ի գրասենյակի կողքը, դա եղել է պայստային տարածքը, որտեղ հավաքվել են այդ դիլանքի կոնտեյներները, որտեղ որ հավաքվել են, դրոնները լցվել են։ Դա եղել է Չելյաբինսկում, թե Չեբաքսարներում չեմ հիշում։ Չելյաբինսկում բանի տարածք, բայց անմիջականորեն հրամանատարությունը եղել է Կիևից, այսինքն այն պահին այդ օրը ամսի 1-ին, որ դա եղել է, իրականացվել է օպերացիան Ռուսաստանի տարածքում, ոչ մի ուկրաինական գործակալ չի գտնվել արդեն, այսինքն հրամանատարությունը Կիևից է։ Շատ արագ ասելով երևի թե նշանակությունը պետք է հասկանալ, Ռուսաստանի Դաշնությունը չի արտադրում եւ չի կարող վերականգնել այնինչ ոչնչացված։ Ոչնչացված է 95 տիպի ռազմավարական հեռավոր ռմբակոծիչների գործող, այսինքն թռչող, իրանք քանակով շատ են 60 են, բայց նրանցից որոնք թռնում են, ապացուցված 50%-ը։ Այսինքն 20 հատնա, որ իրանք կարողանում էին օդ բարձրացնեին այս պատերազմի ընթացքում, 11 հատը, 12 հատը ոչնչացված։ Դու 22-ներից է բավականին մեծ քանակ ոչնչացված, ենթակառուցվածքը, բայց ամենակարևորը այսօր արդեն ինձ գցում են տեղեկություններ, որ բեռնատար մեքենաների խցանումներ են առաջացել տասնյակ կիլոմետրերի, որտեղ վախեցած Ռուսաստանի իշխանությունները վախեցել են եւ ստուգումներ են իրականացնում, դա անիմաստ է պարզա, բայց ոչ մեկ չգիտի ինչ արնելու։ Տնտեսական վնաս է, բացի 7 միլիարդը, որ վնասը, դա սխալ է, դա 7 միլիարդ չի։ Դա կարող եք ասել 70 տրիլիոն, որտեղ չկան են գործարանները, որոնցում Ռուսաստանը կարողանա նոր Tu-95 կամ Tu-160 արտադրել։ Ինքը ինչ որ մնացորդներից պահեստային մասերից կարողանա մի մասը վերականգնել, բայց ամբողջությամբ նոր պլանյորը չի կարողանա արտադրել։ Դրա համար այդտեղ 7 միլիարդը սուտ է, 7 միլիարդ չի, 75 տրիլիոն է, բրծավետ։ Ամեն անգամ բանակցություններից առաջ Ռուսաստանը հարվածում էր խաղաղ բնակչությանը Կիևում, Կրիվոյ Ռոհում, ասենք Խարկովում եւ մեծ հաշվով դա իր ահաբեկչության
Вообще ռազմավարական տեսանկյունից Ռուսաստանը ոչնչություն է, ինքը վաղուց արդեն գերտերություն չի։ Ինքը տականք ահաբեկիչների հավաքածու։ Ամեն անգամ բանակցություններից առաջ իրանք հարվածում էին խաղաղ բնակչությանը, որպիսի հանրության մեջ ըստ իրենց պատկերացրածի ստեղծեն այնպիսի ճնշում ուկրաինական պատվիրակության վրա, որպեսզի նրանք համաձայնվեն, ասեն լավ, օքեյ։ Եվ սա վաղուց է կրկնում, սա վաղուց է իրականացվում, առաջի անգամ չի։ Մերձի ընտրություններից հետո երբ պարզ դարձավ, որ տաուրուսները կտան եւ մեծ հաշվով եվրոպական երկրները հանեցին սահմանափակումը հեռահար հարվածների վրա, Ուկրաինան ոնց որ ձեռքերը շունչ քաշեց։ Հիմա Ռուսաստանը այլևս օրուդաթար չի ունենալ։ Սա շարունակվելու է շատ երկար։ Բացի ռազմավարական հեռավար ավիացիայի ոչնչացումից տեղի ունեցել 4 շատ կարևոր վթար ճակերտներով, որի համար ուկրաինական կողմը պատասխանատվություն չի վերցնում, բայց երբ քարտեզի վրա նայում եք, տեսնում եք, որ դեպի ուկրաինական ճակատ գնացող երկաթգծերը բոլորը վնասված են։ Եվ հաշվի առնելով, որ Ռուսաստանը հայտարարում էր, որ կուտակել է մոտ 50,000 զորք Սումեի մարզ մտնելու համար, նույնիսկ 3 բնակավայրի կողմ մտել է փոքր, բայց 2.5-ից 3 կիլոմետր խորությամբ մտել է։ Ուկրաինայի տարածք Սումեից վաղուց տեղ չկար, էլի։ Սա հաշվի առնելով եւ հաշվի առնելով, որ Ռուսաստանը խիստ պահանջներ էր դնում, որ եթե դուք այս 4 մարզը մեզ չտաք, մենք մյուս անգամ ձեզանից 6-ը կուզենք եւ այլն, այս ամեն ինչի հետ մեկտեղ Ուկրաինայի պատասխանն է։ Եվ հիմա ամբողջ ինտերնետը հեղեղված է մեմերով, որտեղ ասենք բան, էլի, Զելենսկին ասենք ձեռը 5 տուզ։ Ասում է ես կարտ չունեմ, կամ Զելենսկին բաճկոնը տենց բաների քինգերի բաների, բավականին մեծ վերլուծականներ կային, մեծ ծավալով, քանակով չէ, որտեղ գրված էր, որ Տրամպի ադմինիստրացիայի անկայուն հոգեբանաբարոյական վիճակը հաշվի առնելով դաշնակիցները նախընտրում են չտեղեկացնել Սպիտակ տանը, թե իրանք ինչ են անում։ Այսինքն ես չեմ բացառում, որ Ուկրաինայից մեկը զանգել է օրինակ Պենտագոն իր Բայդենի ժամանակվա կոնտակտին, կամ ինչ-որ Բայդենի ժամանակվա մի հատ իմեյլ կա, որին որ իրանք պետք է տեղեկացնեին, այդ էլեկտրոնային փոստին կոդավորված գրել են, որ խփելու ենք։ Չեն ասել ուր, բայց շատ հնարավոր է, որ այն մարդը, որ էլեկտրոնային փոստը կարտեր, աշխատանքից առածված է։ Դե վերջապես Թրամփը չի նրանց հետախուզական կենտրոնը, ճիշտ է Ռուսաստանի։ Եթե հետախուզները Ռուսաստանի չեն գործել։ Մենք վաղուց չենք անդրադարձել դրան, բայց ասենք Թրամփի մոտ ահռելի խնդիրներ են։ Տրամպի միջազգային առևտրային դատարանը որոշել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների դատարանը 26 թվականին է ստեղծվել, որոշել է, որ Տրամպի տարիֆային քաղաքականությունը հակասահմանադրական է։ Այսինքն իմպիչմենտի առաջի քայլն է, ինչ եք ուզում դեռ մարդուց вообще կուրսի։ Ինքը պատահական գործողություններ է անում, որոնք մեծ հաշվով ենթադրում է, որ կարող է դրական արդյունք բերեն, կամ չի ենթադրում, չգիտեմ։ Մասկին ինձ թվում է բանում գետնանցում Սպիտակ տան դեմը ծեծել էին, աչքի տակը կապտացրել էին, ասել են կգաս Տրամփը ձեն չանես արա։ Ու տենց աչքի տակ կապուտ եկավ, ասաց thank you ու գնաց։ Դու մոտ տպավորեցին, որ ծեծել էին դրան հետևը, ասել էին ուղղակի բան չասել։